Բարև ձեզ։ Իշխող վարչախումբը պնդում է, որ մենք ինքներս կորոշենք, թե երբ կդադարեցնենք մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, բայց նաև համոզված է բոլոր ճանապարհները տանում են դեպի Եվրոպա։ Այս հեռանկարը իհարկե ողջունելի կլիներ, եթե իրատեսական լիներ եւ չկառուցվեր Հայաստանի անվտանգության ու սոցիալ-տնտեսական շահերի հաշվին։ Հայաստանը բացի խորհրդարանական ընտրություններից կանգնած է եւս մեկ ընտրության առաջ՝ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, թե գնալ դեպի Եվրամիություն, որն ինչ առավելություններ եւ ինչ վտանգներ ունի։ Այս հարցերի շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Շնորհակալ եմ մեզ մոտ կապելու։ Պարոն Գասպարյան, Ռուսաստանը թե փոխվարչապետի, թե արտգործնախարարի մակարդակով վերջին շրջանում, ինչպես գիտենք, ուղիղ հարցադրում է անում, արդյոք Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի կազմում, թե գնում է դեպի Եվրամիություն։ Մեր երկրի ղեկավարի կողմից միաժամանակ երկու աթոռին նստելու տրամաբանության պատասխաններ են հնչում, ինչը բնականաբար Ռուսաստանին չի գոհացնում։ Նախ հասկանանք, թե որքան կարող է Փաշինյանը խուսափել վճռական պատասխան տալուց եւ կողմնորոշվելուց ի վերջո։ Վճռական պատասխան տալը պետք է հաշվարկների հիման վրա լինի, եթե մենք խոսում ենք նորմալ պետության մասին։ Ցանկացած ինքնիշխան պետություն որոշումները պիտի ընդունի ներսում հաշվի առնելով թե ռեգիոնի մակարդակով, տարածաշրջանի եւ թե աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։ Մենք չենք կարող անհաղորդ լինել այդ գործոններին, որոնք կամա ակամա ապրիորի կան, այդ գործոնները կան եւ Հայաստանի ինքնիշխան որոշումների հարաբերակցությունը անկախության իմաստով պայմանավորված է հենց արտաքին միջավայրի թելադրած պայմաններով։ Եթե աշխարհը փոխվում է, եթե աշխարհի տնտեսական եւ աշխարհաքաղաքական եւ միջազգային հարաբերությունների տրամաբանությունն է փոխվում, մենք չենք կարող ասել, գիտեք ինչ, մենք ընդունում ենք ինքնիշխան որոշումներ, ըստև մեր ապագան դեպի Եվրոպան է։ Մասնագիտական տեսանկյունից, քաղաքագիտական տեսանկյունից սա կոչվում է այլընտրանքի բացակայության ավանտյուրա, կամ արկածախնդրություն, որովհետև եթե դու հաշվի չես առնում քո ռեգիոնում տեղի ունեցող իրադարձությունները, գերտերությունների բախման հնարավոր ազդեցությունը քո պետության ընդունած որոշումների վրա, դու ուրեմն գնում ես դեպի կործանում։ Հիմա գանք շատ բարձ օրինակով տեսականից պրակտիկ դաշտ։ Ինչ է նշանակում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԵԱՏՄ-ից դուրս գալ նշանակում է նվազագույնը սահմանին, կապույտ վառելիքի կամ գազի գինը, նվազագույնը հարմարեցնել կամ համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին կամ եվրոպական գներին, խոսքը մինչև 600 եվրո կամ 600 դոլար, այսպես ասենք, 1000 խորանարդ քառակուսի մետրի համար է, ինչը շղթայական ռեակցիա է, այսպես բերելու է հայաստանյան տնտեսության փլուզմանը, բառից բուն իմաստով, որովհետև եթե պարզ օրինակ տանք, ջերմոցում լոլիկ աճեցնող կամ ելակ աճեցնող մարդը, որը օգտագործում է ռուսական գազ, որը եթե բարձրացավ եւ իր արտադրանքը պիտի իրացնի դիցոք ռուսական շուկայում եւ եթե այդ շուկան փակվում է, նշանակում է, որ այստեղ տնտեսություն չի լինելու, մարդը ինչ անելու այդ ջերմոցը, բնելու է վառի կամ քանդի, պարզապես կամ գնաճ մասին չենք խոսում դեռ, որովհետեւ սրան փոխարինող մեկ ուրիշ աղետ է լինելու։ Եթե դու ներքին արտադրությունդ չես կարողանում ապահովել նվազագույնը, քո շուկայի 30-40% գյուղմթերքի դու ներսում չես կարողանում ապահովել։ Ոստի այդ բացը պիտի լրացնեն ուրիշները, այսինքն կողքից պիտի գա։ Հիմա եթե բաց դռների քաղաքականություն են խաղում, Ռուսաստանը չկա, Իրանը պատերազմական վիճակում է, մնաց հորիզոնական երկրների արտադրանքը, որը պետք է խաղաղության փաթեթավորմամբ, այսպես ներմուծվի Հայաստան, ադրբեջանական եւ թուրքական լոլիկը կամ չգիտեմ գյուղմթերքը։ Այդտեղ պետությունը սուբսիդավորում է բազմաթիվ գյուղատնտեսական ոլորտներ, սուբսիդավորում է տեքստիլը, չգիտեմ, արդյունաբերություն եւ այլն, եւ դու այստեղ որևէ հնարավորություն չես ունենալ քո տեղական արտադրողին ոչ թե պաշտպանելու, իր արտադրանքը դուրս տալու։ Քո իրացման դաշտը, ապրանքի իրացման դաշտը ամենամեծ դաշտը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ երկրներն են, դու այդտեղ կտրում ես հարաբերություններ կամ ասում ես դեպի Եվրոպա պետք է գնամ,
Ես ինքս Եվրոպայում երկար տարիներ նաև հետազոտություններ իրականացնելով, տեսնելով, ձեզ հստակ պարզ բան կարող եմ ասել. հայկական արտադրանքի մրցունակությունը ապահովելու համար եվրոպական շուկայում մեզ նվազագույն 20-25 տարի լրջագույն բարեփոխումներ են անհրաժեշտ։ Ապրանքի որակից սկսած, որակական հատկանիշները ստանդարտներին համապատասխանելով եւ այլն եւ այլն։ ԵԱՏՄ շուկան մեծ հաշվով համեմատած եվրոպական շուկայի հետ այդ ստանդարտիզացման փուլերը այդքան կատարելագործված չեն, դա է պատճառը, որ քո արտադրանքը հանգիստ կարողանում է հասնել Ռուսաստան, որ ամենամեծ շուկան է 140 միլիոնանոց շուկա եւ կարողանում ես այդտեղ սպառել։ Հիմա նստել եւ ասել, որ մեր ապագան դեպի Եվրոպա է տրակտատի մակարդակով շատ սիրուն է հնչում, շատ գեղեցիկ է հնչում։ Դրա տակ ինչ ռեսուրս ենք դնում, մենք հասկանանք։ Տնտեսական բարեփոխումներից սկսած մինչև օրենսդրական հստակ արգելքների վերացում երկու ստեկ իդեպ եւ Եվրամիության շուկայում եւ հայկական շուկայում։ Այս երկուսի վերացումը եւ փաստաթղթերի ընդունումը միայն մի քանի տարվա մասին է խոսքը։ Ես օրինակ ուզում եմ վերել Թուրքիայի, որը 59 թվականից Եվրոպայի երկաթի եւ պողպատե միության անդամ է դարձել եւ այդ թվականից Եվրամիության դռներն է ծեծում իր տնտեսական բարեփոխումների եւ այլն անցնելով։ Ես չեմ խոսում գեոքաղաքական գործոնների մասին, թե ինչու Թուրքիային ի վերջո թույլ չեն տալիս մտնել Եվրամիություն, դա լրիվ քննարկման առանձին թեմա է, բայց զուտ տնտեսական առումով։ Այո, թուրքական ապրանքը ներխուժել է եվրոպական շուկաներ, բայց գոյություն ունեն ստանդարտներ, այսինքն տնտեսական քաղաքականության իրականացումը վերջին հաշվով գեոպոլիտիկ ընտրություն է։ Այս տարածաշրջանը հարավային Կովկասը վերջին 200 տարում մեծ հաշվով, այսպես ասած, Գյուլիստան-Թուրքմենչայի պայմանագրից հետո աշխարհակաղակական 3 ուժերի տեկտոնային տիրույթում է եղել Օսմանյան կայսրություն Թուրքիա, ցարական Ռուսաստան, այսօրվա Ռուսաստան եւ շահական Իրանից մինչև իսլամական Իրան։ Այս երեքի բալանսավորումը խախտել է ազդեցության։ Չի լինելու իրենց հաշվին։ Լինելու է այս բալանսը խախտող պետությունների հաշվին։ Պետությունների տարածքների, ինչու՞ չէ նաև ինքնության հաշվին։ Իրենց էգզիստենցիալ ներկայության հաշվին։ Տեսակ ամենասխալ քաղաքականությունը ինչ բերեց Արցախի կորստին։ Կորուստ պարզապես ինքը պետական միավոր էր կապ չունի միջազգային իրավունքի այս կամ այն կերպ ոչ լիարժեք, բայց սուբյեկտ էր։ Այսինքն Արցախի վերացումը որպես պետական միավոր կարևորագույն ապացույցն էր, որ այս տարածաշրջանում ուժային հավասարակշռումների խախտումը կարող է հանգեցնել նման խնդրի, կարող է ուժեղացնել թուրքական ազդեցություն, թուրքական ազդեցության ուժեղացումը բնականաբար բերելու է իրանական ազդեցության, հակազդեցության սրման, բերելու է ռուսական գործոնի գերակտիվացման, ռուսական գործոնի գերակտիվացումը իր հետ բերելու է ամերիկյան ազդեցություն, ամերիկյանը եկավ չինական, այսինքն մենք շահերի համադրման փոխարեն այդ շահերի բախումը, որ մենք ստեղծում ենք այստեղ, ոչ թե որովհետև այդ պետությունները ուզում են վերացնել մեզ, ոչ, այլ որովհետև այդ դրվածքը, որ եղել է, դու խախտել ես բալանսը, մեկին տվել ես գերառավելություն մյուսի դիրքերի թուլացման հաշվին, այդ իսկ պատճառով իրենք գալիս են միջամտել։ Սյունիքը այսօր դարձավ կռվախնձոր հենց այդ պատճառով։ Արցախը դարձավ կռվախնձոր հենց այդ պատճառով։ Իրանի ներսում տեղի ունեցող Իրան Միացյալ Նահանգներ կամ Արևմուտք պատերազմը տեղի է ունենում նաև այդ բալանսների խախտման միջոցով։ Հիմա տնտեսությունը մենք ասում ենք, որ միայն տնտեսությունը, մենք մնանք եղբայրներ, այդպիսի արտահայտություն կա, չէ՞, մենք մնանք եղբայրներ, բայց մենք քաղաքական առումով գնում ենք դեպի Արևմուտք, սա պարզապես խեղճակատակություն է, որը կայսերական ավանդույթներ ունեցող պետություններին դու դրանով չես խաբի։ Եվ չմոռանանք այս սոցիալ-տնտեսական համատեքստում Ռուսաստանում շուրջ 2 միլիոն մեր հայերի գոյության մասին, որոնց այո, վիճակը արդեն իսկ վատթարանում է եւ այս դեպքում դիտարկել Եվրոպան Ռուսաստանին այլընտրանք, կարծում եմ, պարզապես ամատություն է։ Շատ ճիշտ եք, տեսեք, այստեղ խնդիրը նախընտրությունների հարց չէ։ Դուք կարող եք մտնել ձեր սենյակ, հայելու դեմ կանգնել, սիրել Չեխով, Դոստոևսկի կամ կարդալ արևմտյան հայտնի գրողներից Հեմինգուեյ կարդալ, զմայլվել գրականության, պոեզիա ասել կամ ատել, բայց երբ դուք պետական քաղաքականություն եք վարում,
սիրո որպես քաղաքական կատեգորիայի, այսպես բացառումը ձեզ համար պիտի լինի սկզբունքային, որովհետև սիրել ատել չկա, կան շահեր, կան մշտական շահեր։ Դու չես կարող ասել ես Ռուսաստանին ատում եմ, որովհետև ինքը այսպես է վարվել եւ այլ եւ այլ։ Դու որպես պետություն քեզ համար պիտի լինի ռազմավարական նպատակ։ Այդ նպատակը որն է՝ սեփական պետության դիրքերի ուժեղացումը, ուժի կուտակումը, բարեկեցությունը, տնտեսական առավելություններ եւ այլն։ Այս համատեքստում դու պիտի հասկանաս Ռուսաստանը որպես պետություն քեզ բարեկամական ձեռք է մեկնում, հաշվի առնելով նաեւ քո ավելի քան 2.5 միլիոն հայրենակիցների այդտեղ ներկայությունը, որոնք կարող են պարզապես մեկ վայրկյանում հայտնվել այդ պետության կազմում, թեկուզ շատ վատ վիճակում։ Նույնը Եվրոպային է վերաբերվում։ Դու այդ բալանսները եթե չես կարողանում պահել, դու եթե չես կարողանում դիվանագիտություն վարել, դու եթե չես կարողանում այդ մարդկանց ասել, որ քո պետության շահերը այստեղ մեր տարածաշրջանում ես չեմ վտանգի, դու ուրեմն հանդիպելու ես այդ խնդրին։ Հիմա պատկերացրեք Միացյալ Նահանգները առաջնորդվի դիցուք Հյուսիսային Կորեայի նկատմամբ ատելության քաղաքականությամբ։ Սենյակներում այո, բայց պետական քաղաքականության մակարդակով Թրամփը հիշում եք, ինքը գնաց եւ հանդիպեց հենց սահմանին Կիմ Չեն Ընի հետ Իրանի հետ պատերազմ բանակցություններ, այսինքն մենք չենք խոսում թաղի մակարդակով ինչ որ սիրել, չսիրելու, ատելու այդ էմոցիոնալ զեղումների, մենք խոսում ենք պետական քաղաքականության մասին։ Եթե դու հաշվի չես առնում քո սփյուռքի նկատմամբ այն ճնշումները, որոնք տեղի են ունենալու, կամ քո քաղաքացիների նկատմամբ, որոնք ունեն Ռուսաստանում, եթե դու դա հաշվի չես առնելու, բայց ասում ես, որ ես ինքնիշխան պիտի լինեմ, ում հաշվին պիտի լինես ինքնիշխան, այս ժողովրդի հաշվին։ Այսինքն այս մարդիկ վաղը միսը տնտեսությունը դեռ մի կողմ։ Ռուսաստանը կայսրություն է եւ կայսրությունը առաջնորդվում է այլ տրամաբանությամբ, քան սովորական փոքր պետությունները։ Փոքր պետություններում քաղաքականությունը ուրիշ տրամաբանություն ունի կայսրության համար։ Ես այս օրինակը շատ եմ սիրում մեջ բերել։ Եթե խորհրդային միության երկրորդ աշխարհամարտի տարիներին պաշտոնապես հայտարարված 25 միլիոն զոհերի վիճակագրությունը, թիվը դաս չի եղել որևէ մեկին, որ Ռուսաստանը կարող է զոհաբերել այդքան մարդ հանուր իր կայսերական նպատակների։ Եվ եթե իրենց թվում է, որ այստեղ մի փոքր պետություն, որի փոքրիկ խմբակը պիտի կանգնի եւ ասի, ես դեմ եմ, որ դու մնաս այստեղ, որպեսզի ես իմ անվտանգությունը կարողամ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խաղաղությամբ կարգավորել, մենք սրա հետևանքները չենք հասկանում։ Մեզ թվում է, որ դասագրքային հիմարություններ գրելով ներողություն արտահայտության համար մենք կարող ենք պետական քաղաքականության վրա, միջազգային քաղաքականության վրա ինչ որ ազդեցություն ունենալ։ 4 տարի պատերազմում է Ուկրաինայում, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պատերազմում են այդ տարածքում, վերջում ինչ արեցին 45 միլիոնանոց պետությունը։ Ինքնիշխանություն էր խաղում, չէ՞։ Տեսանք ինքնիշխանության ավարտը որ եղավ։ Հայաստանում ինքնիշխանություն էին խաղում, Արցախը կորցրին։ Հիմա Հայաստանի ներսում անկախության շարժում են սկսում, հետևանքը լինելու է Սյունիքը օտարելը Հայաստանից։ Այսինքն խոսել բացառապես տեսական ինչ որ խնդիրների մասին, որոնք համալսարաններում դասավանդում են որպես տեսություն եւ կտրվել պրակտիկ իրականության թելադրանքից, դա կործանարար է լինում ցանկացած պետության համար։ Պարոն Գասպարյան, սիրոց եւ ատելությունից խոսեցինք, վերջին շրջանում ամենաշատ շրջանառվող խոսույթին անդրադառնանք քաղաքակիրթ ամուսնալուծության, երբ Պուտինը Փաշինյանին շատ ուղիղ տեքստով ասաց, որ եթե գնում ես Եվրամիություն, ուրեմն քաղաքակիրթ ապահարզանը պետք է այստեղ գործի։ Փաշինյանը իհարկե դեմ է, չի ընդունում այդ խոսույթը եւ ասում է դիվանագիտության մեջ ապահարզաններ չկան։ Այստեղ անձի եկվությունը ինչ տրամաբանություն ունի Փաշինյանի, հատկապես այս շրջանում ասում է Ռուսաստանը մեզ բարեկամ է, մեզ դաշնակից է, լրիվ ուրիշ հարթակում ասում է, որ համապատասխան ձեռք չի մեկնում, մենք դաշնակիցներ չենք, ուր կտանի այս դիվանագիտությունը։ Գիտական եւ գիտելիքի աբսուրդիզմը աբսուրդ է իր ասածը ընդհանրապես, այդ դիվանագիտության մեջ շատ է լավ ապահարզաններ կան։ Ամենավառ օրինակը շահը, որը Իսրայելի Միացյալ Նահանգների դաշնակիցն էր,
տեսանք ինչպես այդ ապահարզանը տեղ ունեցավ եւ իսլամական հեղափոխություն տեղ ունեցավ, տասնյակ հարյուրավոր օրինակներ կարող ենք, հա։ Դա իր գիտելիքի մասը, որը աբսուրդիզմի է հասնում հասարակ, այդտեղ գիտելիք չկա։ Ինչ վերաբերում է բանին, սրանք իր շարժումները ընդհանրապես հոգեխանգարմունքի մասին են խոսում, բացառապես, որովհետև ինքը հայտնվել է ցուգցվանք վիճակում։ Արջև գնա ծովն է, հետ գնա կրակն է։ Ուր պիտի գնա։ Դրա համար անկանոն շարժումներ է անում, առանց հասկանալու, որ չի կարող այդպիսի բան լինել։ Մենք երեխաների հետ գործ ունենք։ Ինչ է նշանակում չի կարող այդպիսի բան լինել։ Դու չես գիտակցում ում հետ ես խոսում, նույնիսկ դու չես գիտակցում ում հետ ես խաղի մեջ մտել։ Եթե դու Միացյալ Նահանգների աշխարհի թիվ 1 միջուկային գերհզոր տերության բերում ես այս տարածաշրջան, բայց հետո պիտի գնաս դրա մրցակցի մոտ եւ ասես, որ չէ, ես չեմ ուզում իվան, քեզ բարձ հարց են տալու, տղա ջան, դու այստեղ ես թե այնտեղ ես, կողմնորոշվիր, դու չես կարող միաժամանակ այդ քո ասած, հիմա աշխարհը փոխվել է, այդ կոմպլեմենտար քաղաքականության տրամաբանությունը չկա։ Հիմա դու կամ վերական բազմաբևեռության գնացող աշխարհում, այսինքն Միացյալ Նահանգների միաբևեռ աշխարհի դրվածքը, որը փոխվում է եւ տրանսֆորմացվում է, նոր բլոկներ են առաջանում, հիմա կլինի մյուսը BRICS-ը, որպես չառանձնացնում Ռուսաստան, Չինաստան։ Եթե դու այստեղ չես կողմնորոշվում, ում դաշնակիցն ես, դու մի գա ինձ մոտ։ Դա է պատճառը, որ հերթական այդ քաղաքակիրթ ապահարզան արտահայտությունը գուցե ձեր նշած անձը վարչապետի աթոռը զբաղեցնողը բարի ուղիղ իմաստով է ընկալել հաշվի առնելով սեփական փորձը սեփական ընտանիքում։ Հիմա եթե մենք այս բոլոր իրողությունները հաշվի չենք առնում, մենք հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Եվրոպան այստեղ չի գալու։ Երբեք չի գալու։ Եվրոպական ընդամենը մի քանի երկիր ունեն հետաքրքրություններ նավթագազային բացառապես, մասամբ նաև ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության կողմի տակ կամ վերնագրի ներքո, այստեղ որոշ ծրագրեր անեն կան, մեր գլուխը շոյեն, անընդհատ խոսել հայոց ցեղասպանության մասին, գիտեն մեր ցավոտ տեղերը, որտեղ դիպ չեն, հա։ Ասեն մեկ կքրեականացնենք դրա ժխտումը եւ այլ, բայց հետո կտեսնենք դրանց ոչ թե մեղադրում են Ֆրանսիայի նման պետությանը, որտեղ իրենք ռեզոն դետայով են առաջնորդվում։ Պետական շահի գերակայությամբ են առաջնում, իրենք էլ այդ շահեր ունեն, ճիշտ այնպես ինչպես բրիտանացիք, հիմա դու պիտի հասկանաս քո շահերը որոնք են, թե չէ։ Այս իշխանությունը ձևակերպել է Հայաստանի պետական շահը, այսպես կոչված խաղաղության փաթեթավորմամբ, հորիզոնական ապաշրջափակման պայմաններում։ Հարց, եթե հորիզոնական ապաշրջափակում է, դու ինչ առավելություն ես ունենալու այս process-ում։ Դու բացում ես սահմանը, արդյոք դու հնարավորություն ունենալու ես քո ապրանքները տարանցիկ այդ երկրներով հասնեն դեպի հյուսիս կամ հյուսիս-արևելք կամ Կասպից ծովից այն կողմ, անկոչնդոտ անարգել, ճիշտ այնպես ինչպիսի երաշխիքներ դու ուզում ես տրամադրել հենց Ադրբեջանին եւ Թուրքիային։ Սա չկա։ Սա չկա, փոխարենը մենք մտել ենք լրիվ ուրիշ մոդի մեջ։ Մենք լրիվ ուրիշ իրականության մեջ ենք, լրիվ ուրիշ աշխարհում ենք։ Մենք ասում ենք չի կարող Ռուսաստան։ Կարող է լինել։ Իսկ եթե Ռուսաստանը որոշեց վերջնականապես, ինչպես Ալյասկայում ունեն պայմանավորվածություն է Թրամփի հետ, աշխարհի վերաբաժանումը կատարել այնպես, որ դու նույնիսկ առաջի 20-յակի մեջ չկաս հարցերի, առանց քեզ հարցնելու են անելու այդ ամբողջը։ Դու չես լինելու սեղանի վրա, դու սեղանի տակ ես, քեզ ինչ ասում են, դա էլ անելու ես։ Առավել եւս քո դիրքերը թուլանում են այն ժամանակ, երբ դու սկսում ես հոխորտալ, երբ դու խաղում ես կեղծ ինքնիշխանություն եւ այդ կեղծ ինքնիշխանության խոսույթի արդյունքը լինում է ընդհանրապես պետականության կորուստը։ Դու միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտից կարող ես դառնալ Հարավային Կովկասում մի ռեզերվուարային կիսապետական միավոր, որտեղ քեզնից կտրել են բոլոր ճանապարհները հարևանների հետ եւ դու ուղիղ ենթակայության տակ ես ոչ թե Թուրքիա պետությունից, դու ուղիղ գտնվում ես Կարսի նահանգապետի հրամանի ներքո, որտեղ երբ Սյունիքն ու Վայոց ձորը ընդհանրապես կտրեցին քեզնից եւ դեպի Վրաստան ճանապարհը փակեցին, այսպես կոչված անկլավները հանձնելով եւ ճանապարհները միջպետական հանձնելով, ուղղահայաց ճանապարհները, դու հայտնվում ես բացառապես հորիզոնական մակարդակում ուղիղ ազդեցության տակ, թե տնտեսական, թե քաղաքական եւ թե անվտանգային առումով։
Ուրեմն է հասկանալ, որ դեպի Եվրոպա եւ առհասարակ անդամակցությունը Եվրոպային ուտոպիստական է, անիրատեսական եւ պարզապես պետք է այդ ամենը երևի բացատրվի եւ հանգամանալից հասվի բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են դրա համար։ Եվրամիության տարբեր երկրներում վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս հետևյալը. միգրանտների նկատմամբ ունեցած քաղաքականության պայմանավորված աչականների, աչ շարժումների կտրուկ աճ է նկատվում։ Եվ Եվրոպան հիմա ինքը լուրջ խնդիրներ ունի։ 2022 փետրվարի 24-ից հետո Եվրոպան լուրջ խոր ճգնաժամի մեջ է։ Տնտեսականից սկսած գնաճը 63% է կազմել։ Հասկանում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Եվրոպայի նման գերհսկա, տնտեսական միավորմանը անվտանգությունը վիճարկելի է։ Գերմանական միայն 2025 թվականին միայն 4800 գերմանական ընկերություն թողել եւ հայտարարել բանկրոտ։ Սնանկացման մասին գնացել են Չինաստան։ Նույնը Բելգիային, նույնը Ֆրանսիային է վերաբերվում։ Հարկային քաղաքականությունը այնպես է աճել, որ մարդկանց մոտ շատ լուրջ խնդիրներ են առաջացել։ Այսինքն Եվրոպան ինքը իրեն չի կարողանում պահել։ Գումարած այս ամբողջին 7 միլիոն ուկրաինացի փախստականի կամ պատերազմի փախստականի կարգավիճակ տալ, չտալու, պետական նպաստ, օգնություն տրամադրել, չտրամադրել, ինչի մասին ենք խոսում։ Եվ սա Եվրոպայի գլխին եկավ այն ժամանակ, երբ դեռ փորձում էր Եվրոպան ուշքի գալ մերձավոր արևելյան պատերազմների հետևանքով միգրացիոն ոսկերի չկառավարման հետևանքով։ Այսինքն Եվրոպան ինքը խնդիրների մեջ է։ Եվրոպան հիմա պիտի թողնի իր դարդուցավը, ասի Հայաստան, արի դու քանի որ ունես մի նոր ժամանակների Նապոլեոն, նեոհեղափոխական, որ իրական նեոբոլշևիկ է, որովհետև ինքը հայտարարում է, որ մենք դեմոկրատական երկիր ենք, 1000 ոչ եթերային բառիս համար կզսնում է ընդդիմությանը, սա է անում, անբարո անվայելուչ խոսույթով է ամբողջությամբ հայտնի։ Մենք հանուն այդ սափրված նախկին մորուքավորի մենք ձեզ պիտի ընդունենք եւ դուք խեղկատակությամբ եք զբաղված։ Դուք ոչ միայն ինքնախապեյությամբ եք զբաղված, դուք մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, մի ամբողջ պետության ճակատագիր տանում եք դեպի կործանում։ Ձեր արկածախնդիր, հախուռն, անհավասարակշիռ, չհաշվարկված եւ քաղաքականապես ու դիվանագիտական առումով սնանկ հաշվարկների հաշվին։ Եվ դու իրավունք չունես ներկայացնել պետություն, առավել եւս նվազագույն 3 միլիոն մարդու ճակատագրի հետ է սխալվում։ Ես փակում եմ աչքերս, չեմ տեսնում խնդիրները։ Այո, Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, ձեզ է շնորհակալություն մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։